Լեգիտիմության կորուստը, եկեք ճիշտ հասկանանք, մի վայրկյանում չի տեղի ունենում։ Լեգիտիմության կորուստը տարիների ընթացքում գործողությունների արդյունքում է կորսվում։ Սերժ Սարգսյանին 18 թվականին, երբ հեղափոխությունը տեղի ունեցավ, հիշեցնում էին եւ Ռաֆո ընտրությունները, եւ մարտի 1-ը, եւ 16 թվականին, որ նա Գյումրիում հայտարարեց, որ ինչքան ուզեմ, ամեն ինչ հիշեցնում էին։ Այդ գործընթացը այսպես կուտակվող է, որ ինքը կուտակվի, դրա մասին պետք է խոսել ու ցույց տալ։ Հիմա ես չեմ հասկանում, ինչի էր պետք Գագիկ Ծառուկյանին սпасել, որ իրեն գան կալանավորեն, այլ ոչ ինքը անձամբ նստածույց հայտարարեր կենտրոնական ընտրական հանձնաժողովի, հետո էլ Սահմանադրական դատարանի դիմաց։ Ես չեմ հասկանում դա։ Եթե կարող եք դա ինձ բացատրել, բացատրեք։ Դե կարող էր անել, բայց արդյոք ինչ որ փոփոխություն կլիներ թե ոչ, դա արդեն մեծ հարց է։ Փոփոխությունը կլիներ 5 տարի հետո, 6 տարի հետո, 3 տարի հետո։ Հարցը այն չի, որ մենք չբանենք կարող։ Երբ Փաշինյանը ընտրվեց, ինչ արագ իրար հետևից շնորհավորեցին նրան։ Էմինը մի բան ես ձեզ հիշեցնեմ։ 13 թվականին, երբ Ռաֆին գործընկերները, երկրի ղեկավարները։ Շատ լավ, 13 թվականին էլ երբ Սերժ Սարգսյանը ընտրվեց, վերընտրվեց, ԵԱՀԿ-ը մի սիրելի արտահայտություն ուներ։ Այս ընտրությունները մեկ քայլ առաջ էին։ Անխոս դրանք մեկ քայլ առաջ էին, քան 2008 թվականի ընտրությունները։ Կասկած դրանում չկա։ Բայց Ռաֆի Հովհաննիսյանը շարժում մեկնարկեց, որը տապալեց, հարցը դա չի։ Բայց 2018 թվականի այդ արդյունքում իր ներդրումը ունեցել է Ռաֆի Հովհաննիսյանը, բան փոխվեց դրա արդյունքում, 13 թվականին չփոխվեց, 2008 թվականին այդքան բողոքի զոհերի արդյունքում բան փոխվեց, նկատի ունեմ Սերժ Սարգսյանի ընտրվելու առումով, չփոխվեց, 10 տարի անց դրա ձայնը եկավ, հիմա լավ, ոնց կարող ենք մենք այդ հարցերը չբարձրաձայնել, ոչ մի ակնկալիք չունենք ԿԸՀ-ից, որի նախագահ նախկին ԿՊ անդամ է, ոչ մի ակնկալիք չունենք ՍԴ-ից կամ այլ ատյանների դատարաններից, բայց սրա մասին պետք է հիմնավոր ներկայացնել։ Բայց եթե փողոցային պայքարն այդքան կարևոր է, ինչու մենք Լուսավոր Հայաստան կուսակցությանը չենք տեսնում փողոցում։ Երբ Լուսավոր Հայաստան կուսակցության ներկայացուցիչների կհանդիպեք, կհարցնեք դրա մասին։